Կադաստրային քարտեզների անճշտությունների շտկման և դրանից բխող սեփականության իրավունքի գրանցման հարցում քաղաքացին այլևս մենակ չէ։ Պետությունը խոստանում է կանգնել նրա թիկունքին։ Իսկ եթե ավելի պարզ, ապա կադաստրի կոմիտեն այսուհետև քաղաքացիների դիմումների հիման վրա կկարողանա վարույթ հարուցել և զբաղվել տվյալ հատվածում կադաստրային քարտեզների շտկման գործով։ Նոր օրինագիծը կընձեռի այդ հնարավորությունը։ Իսկ մինչև այս քաղաքացին ինքը պետք է թակեր տարբեր կառույցների դռները, հավաքեր փաստաթղթեր, գտներ մասնագետներ և հաճախ նաև դիմեր դատարան ճշգրտված քարտեզների հիման վրա իր սեփականությունը գրանցելու համար։ Ինչ քայլեր պետք է կատարի քաղաքացին այսօր դրա համար։ Պետք է նախ պատվիրի չափագրություն որակավորված անձից։ Հետագայում այդ հայտակագիծը ներկայացնի համայնքին, որպեսզի համայնքը հաստատի, որ այո, այն ինչը որ չափել եք, համաձայնություն եմ տալիս, համապատասխանում է իրականությանը։ Այն դեպքում, երբ այս ամբողջական փաստաթղթերից թեկուզ եւ մեկը բացակայում է, ենթադրենք մեկ սեփականատիրոջ կամ մեկ գրավառուի համաձայնությունը չկա այդ ուղումը կատարելու համար։ Վարչական մարմնի ձեռքերը ըստ էության կապվում են։ Օրենքում կատարվելիք փոփոխություններով նախ սահմանվում են պայմանները, երբ կադաստրային քարտեզի ուղումների համար պետք չի լինելու հարևանի թույլտվությունը։ Օրինակ, եթե հարևանը մահացել է և չեն նշանակվել ժառանգներ, ըստ այդմ չկա համաձայնություն տվող անձը, կամ եթե հարևաններից մեկը հիմքերի բացակայության պայմաններում պարզապես համաձայնություն չի տալիս կադաստրային քարտեզը ճշգրտելու համար։ Ես դիմել եմ իմ հողի քարտեզագրության համար ճշգրտելու համար, մյուս հարևանը ինչ է անում, ինչ է տեղի ունենում, այսինքն ճշգրտում եք իմը, բա կողքի հարևանի դեպքում, երբ որ ոչ դիմում է, ինչ է տեղի ունենում իր հետ։ Եթե հարևանը չի տալիս համաձայնությունը, բայց այդ հիմքերը կան, մենք օրենքով ամրագրել ենք, որ վարչական մարմինը կաշկանդված չէ անգամ համաձայնություն չունենալու պարագայում, բայց հիմքեր փաստեր ունենալու պարագայում ուղի այդ կադաստրային քարտեզը։ Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ նաև նվազելու է պետական կառույցների շրջանակը, որոնց դուռը պետք է գնա քաղաքացին իր սեփականության սահմանները ճշգրտելու և սեփականության գրանցում իրականացնելու համար։ Մենք նախագծով այդ առաջի փուլը համայնք տանելու հատակագիծը հաստատելու հանել ենք։ Այսինքն միանգամից բերում ներկայացվում է կադաստրի կոմիտե վարչարությունը իրականացնելու համար եւ այն դեպքերում են համայնքի համաձայնությունը պահանջվելու, եթե օրինակ ուղղվող հողամասը համայնքի հողի հետ սահմանակից է։ Սեփականությանն առնչվող ևս մեկ օրենքի նախագիծ էլ կար խորհրդարանի սեղանին։ Խոսքը հետադարձ հիփոթեկի հնարավորություն տվող օրենքի մասին է։ Եթե քաղաքացին հասել է իր կենսաթոշակային տարիքին եւ ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող գույք, բնակելի նշանակության, բնակելի տուն, բնակարան, ամառանոց, վերջինս հնարավորություն ունի բանկի կամ վարկային կազմակերպության հետ կամ թեկուզ այլ երրորդ կողմի ներգրավմամբ կնքելու պայմանագիր, որով կգրավադրի իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը եւ դրա գնահատված շուկայական արժեքի դիմաց կստանա ամեն ամիս որոշակի պարբերական վճարումներ։ Մենք պիտի մեր թոշակառուների համար պաշտպանիչ մեխանիզմներ մտածենք, որպեսզի իրենց շահերը մաքսիմալ պաշտպանված լինեն, որ այնպես չստացվի, որ տոկոսներ են բարձր են հաշվել, որ այնպես չստացվի, որ անշարժ գույքի արժեքը իրականից ցածր է գնահատվել կամ վերջում իրենց մահվանից հետո այդ գույքը ջրի գնով վաճառվել է չգիտես ում։ Հետագայում մահացած կենսաթոշակառուի ժառանգները կարող են 6-ամսյա ժամկետում մարել այն ֆինանսական պարտավորությունները, որոնք ունեցել է իրենց իրավանախորդ կենսաթոշակառուն կամ էլ գույքը փոխանցվի բանկին։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։